Լրագրող «Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Թեյմինե Ենոքյանը հնարավոր է ստիպված լինի 6 միլիոն դրամ վճարել Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատին, եթե դատարանը որոշի բավարարել ընկերության ներկայացրած հայցը։ 2023 թվականի տարեսկզբին կոմբինատը դիմել է դատարան, պահանջելով գործարար համբավն արատավորելու հատկանիշներով պատասխանատվության ենթարկել բնապահպան ակտիվիստին։ Միայն 2023 եւ 24 թվականին կոմբինատը 10 հայց է ներկայացրել տարբեր անձանց դեմ։ Նկատում եմ հրապարակումներ իրավատեր կապանցիներ ՀԿ-ի կողմից 4 օր անընդմեջ ողջի գետը աղտոտվում էր ընկեր այդ Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի կողմից այդտեղ կեղտաջուր էր լցվում գետ եւ դրանք ուղիղ եթեր տեսանյութեր էին, որևէ մոնտաժ չկար, որևէ բան չկար։ Ես ուղղակի տարածել եմ այդ տեսանյութը, այդ հոդվածները, գրել էի, որ փողը այդպիսի բանի, ֆունկցիա ունի եւ ոնց որ քանի որ կառավարությունը դարել է բաժնետեր եւ աչք են փակում այս տեսակ բնությանը վնաս հասցվող պրոցեսների վրա։